Ամեն ով որ կհավատա թե Հիսուսը Քրիստոսն է, Աստծուց մեծ ծնած է։ Всё. Տեսակ Հովհաննես ինչ ասում։ Եթե դու հավատացել ես, որ Հիսուսը Քրիստոսն է, մկրտություն կաս դե, հավատ կա գրած։ Հավատում ես Հիսուսը Քրիստոսն է, դու արդեն վերստին ծնված ես։ Իսկ մարդ պետք է սկզբից ծնվի, հետո հագնվի։ Մեզանց մեկը ստե հագած ծնվել է, սաղս մեր ենք ծնվել, հետո են մեզ հագցել։ Ու փառքասու, որ մեր էլ չենք մեռնի, կհագցնեն, կկապցնեն, որ կթաղեն։ Ամեն մեկ ով կհավատա, որ Հիսուսը Քրիստոսն է, Աստծուց մեծ ծնված է։ Վերստին ծնունդը հավատքից է գալի, հավատացիր Հիսուսը Քրիստոսն է, վերստին ծնված։ Հլա մկրտված չես, բայց արդեն վերստին ծնված ես։ Մի հատ ուրիշ համար ասեմ, օգնություն դրան, Գաղատացից բաց։ 3:26-ը մի հատ կարդա։ Վասնզի ամենք տալ Աստծո որդիներ եք, Քրիստոս Հիսուսին վրա եղած հավատքով։ Օպա, էլի հավատքով։ Հիսուս Քրիստոսի հավատքով սաղս որդիներ ենք եւ աղջիկներ ենք։ Էլի հավատքով։ Հիմա դարանք որդիներ, դարանք աղջիկներ, ինչ է տեղ ունենում։ Բացելու ես 4:6-ը։ Նույնը։ Որովհետև դուք որդիներ եք։ Ռուսերենում, որովհետև չէ, ռուսերենում, քանի որ որդիներ եք, ոչ թե որովհետև, այլ քանի որ որդիներ եք, Աստված իր որդին հոգին ձեր սրտերում մեջ ղրկեց, որ կաղաղակե Աբբա հայր։ Հոգին ու մաղրգում որդիների։ Որդին ղրգում է, որտեղ վերստին ծնունդ կա։ Իսկ Հովանու մեջ հիշում եք, ասում է հոգին կուղարկեմ, որը աշխարհը չի կարա ընդունի։ Вы помните терминологию, которого мир не может принять? Помнишь? Мир не может принять. Мир не может принять крещение Духом Святым. Վերստին չծնված բնությունը, որը խորհրդով Պետրոս Արաքյալը ասում է խոս եւ վերստին ծնվածը գար։ Խոզի վրա Սուրբ Հոգին չի կարա իջնի։ Սուրբ Հոգին իջնում է, եթե ներսը գար կա, վերստին ծնունդ կա, նոր մարդը կա Քրիստոսով, այ Հոգին դրա վրա է իջնում։ Այսօր եկեղեցում լիքը մարդիկ կան, որոնք վերստին ծնված են, բայց հլա Սուրբ Հոգով մկրտված չեն։ Իրանց Սուրբ Հոգու մկրտություն է պետք։ Մարդ կա հենց առաջի օրը բերել են պաշտամունքի, 2-3 օր հետո Սուրբ Հոգով մկրտվել է։ Ես 2 տարի չէի կարող Սուրբ Հոգով մկրտվել։ Նոր եկա Գևորգ աղբորը կպավ, հրած ասեց սոս վեկա կադրավիկի, վռած ժոգետորդի մեջ, որ ինձ դեց տանի կապել։ Եկա որ կպաշտվե Գևորգ աղբորը, ասենք Սուրբ Հոգով Գևորգ աղբերը չի մկրտում, էլի Հիսուսն է մկրտում։ Ջահել ես էլ նաստիրնի, պրինցիպիալ, մինչև վերջ պետք է քամի մուզացին հասնեմ, Գևորգ աղբերը ասեց սոս տար կադրավիկից, վռած ժոգեց։ Սոսը կադրավիկին տարավ, ու ժամանակ կար։ Երբ որ ես 2 տարի անց 94-ին մարտի 29-ին հոգով մկրտվեցի։ Ու հետս էլ մի հատ մարգարեական անոթ կար, որ ինձ շատ պետք էր։ Всё, կարաս ասես աչ։ Որ ինձ շատ պետք էր։ Ամեն քայլափոխին ասում էր աղոթքեր։ Ես աղոթում էի, մեկ էլ մի հատ քույրի կար աղոթում էր։ Ինչ մեջս ծակում էր, ինքը կողքից ասում էր Աշոտ դու չես խոսալու այդ լեզուները, դու այդ լեզուները չգիտես, ասում էր ճիշտ է, մի հատ տոնան գնում էր վերցես, այս լեզուներ, լավ ինչ է տրամադրվել, որ բանը, որ լեզվով խոսամ, ինչ լեզու, ոչ մի լեզու չգիտեմ, այսպես խաբել էր սատանեն, մատքիս էր զոր է տալի, մի հատ էլ ուրիշ Աստծո մարդ ասեց, գիտես չէ, ձգնոսը ավելի հեշտ է, հոգով մկրտվում, քան համալսարան ավարտած է։ Ինչի ասեց գլխի մեջ, ասի ես աղբեր 1000% ասեց կապչունի կողեր ասեց։ Քեզ պետք է ավարտել։ Քեզ պետք է քո ունեցածից ազատվել։
դու իծենե գոնշիկ ես։ Ու չէի կարում ես էլի այդ եղբայրը ասեց բան, մինչև Տերը տեսիլքից տվեց, առաջի տեսիլքից ես ընդհանրապես տեսիլ չեմ տեսնում, բայց տեսիլք տեսա, իմ ապագած առաջին մասին, ու այդ հետիս անոթը ասում եղբայր ջանը, Աշոտ ջան, սենց հերթով երեխու պես տանում են ինձ, ասում զենքով տունդ պահում ես, հիմա Տերը եկել մտնի, Տիրոջը չես թողում մտնի տուն, Տերը զենքը քեզ տվելով, որ դու ինչ անես, սաղից պահեց, բացի իրանից, քրտնել է, բխտել как кузнечный мех, ничего не получалось, մինչև Տերը տեսիլ տվեց, ցույց տվեց, հետ աղբերը մեկնաբան ասում երևի հենվար զենքի վրա, հիացած տեսիլքը նայում էր, Տերը շուտ մտավ տուն, տեսիլքը պրծավ, նորից զենքը վեկալար կանան նա ստражу, но Бог уже был дома, ոնց ասես տենց եղավ, տեսիլքը տեսնելու ժամանակ Սուրբ Հոգով մկրտվել եմ, ինքն էլ տեսնում է, ասեց 5 լեզվով էր աղոթում, ասի 5 լեզվ, ասեց տեսար 5 լեզուները ոնց սովորար, միտքը չնորոգված, միտքը մեզի շատ ախանգարում, ինքը շուտ սխեմաներ է գործում, ինքը շուտ աշխատում է, միտքը չի կարելի վերացնել, միտքը պետք է նորոգվի, Սուրբ Հոգով նորոգվում է միտքը, որ հոգևոր բաների մասին հոգևորապես մտածես, չխփվես, չնեղվես, ամենամեծ օրհնությունից առաջ հնարավոր է սատանեն մի հատ ուժեղ հարված պատրաստի քեզ, բայց Տիրոջ օրհնությունը շեմին էր, որ քեզ այդ օրհնությունից պահի։ Հիմա մենք տեսանք, որովհետև կամ ռուսերենում քանի որ դուք որդիներ եք, ոնց ասում այդ 6-ի բանի ավիճան 4-ի 6-ը։ Որովհետև դուք որդիներ եք, Աստված իր որդիին հոգին ձեր սրտերում մեջ ղրկեց։ Աստված հոգին ուղարկում է որդիներին, օտարներին չի ուղարկում։ Հոգու կարիք ունեն որդիները։ Մի հատ միլիարդատեր երեխուն $20 միլիոն տվի ավտո է արել։ Ինչի ինձ չի արել այդ ավտոն։ Այնքան պարզ է։ Իսկ ինչի ինձ պետք է առնի, ես ով եմ։ Ես իրա ինչն եմ, ոչ նման։ Երեխեք կան, որ տունը գիտեք ինչով են խաղում, իրանց խաղալիքները սա ոսկուցար։ Բրիլյանտի քարերով, գրանք արած, ալմազներով, բրիլյանտերով երեխեն խաղում ատունի, քար կտիկա խաղում։ Բայց այդ ամեն քարը ծախես, մի հատ թաղամաս կպահես։ Որտև իրա հոր երեխեն է։ Սուրբ Հոգին չի կարելի ոչ աշխատել, ոչ վաստակել, ինչ ասեմ, վճարել, չես կարող։ Իրան մենակ խնդրելով, Տեր։ Ու այդ հավատքը, որ քեզ վերստին ծնել է իմինը դրա համար, որ հետո Սուրբ Հոգին գա, Աստծո Հոգին գա քո մեջ բնակվի։ Երկու անկարելի բաներով, որում Աստված հնարավոր չի սուտ խոսալ։ Որն է այդ երկու բաները, ով կհիշի։ Այդ երկու բաները որն անել չա։ Չես հիշում։ Որ Աստված կտա Հոգին եւ կտա Որդին։ Հին ուխտում Աստված երթվել է։ Ասել է կտամ Հոգիս ու կտամ Որդիս։ Ուրիշ բան Աստված չունի։ Երրորդությունը Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Անմահ Հայրը խոսքատվե դարեր շարունակ, որ կուղարկեն Որդիս ու կտամ Հոգիս։ Այդ երկու բաներ, այդ երկու անձերը մեր ներսը ունենալով, մենք հետո ինչ որ հարցերի պարտվում ենք, ինչ որ բաներ չեն կարող հաղթենք, մեզանից է։ Մեզանից է ժողովուրդ։ Աստծո Որդին չի եկել, որ ես պարտվեմ, Աստծո Որդին եկել է, որ ինձ տանի հաղթանակի։ Եթե ես Սուրբ Հոգուն հնազանդվում եմ, ինքից տանում եմ հաղթանակի։ Տենց է, եկեք գոհանանք Հիսուս։ 8:23 1:23 առաջի Պետրոս։ Ինչ? Это карта.
նորեն ծնածը լալով ոչ թե ապականացու սերն է, ապա անապականացու Աստծո կենդանի ու հավիտենական խոսքով։ Այսինքն խոսքով, ավետարանի խոսքով, ու էդի Աստծո մոտ էդի կարող ակնթարթներ տևի։ Ավազակին փրկելու համար ինչ էր պետք։ Հավատ։ Խաչյալ Քրիստոսին, ասում սկզբից երկու ավազակներն են իրան, չարախոսում հայում։ Հետո Տերը 6 ժամը խաչի վրա մնացել, որից 3-ը լույս է եղել, 3-ը գիշեր։ Ու այդ խաչի վրա այն նոր ազգը, նոր սերունդը Տերը ծնում էր։ Ծննդական ցավերի մեջ։ Համ մեղքերներ աշխարհի վերցրել իր վրա, հայրը խաչի վրա թողեց որդուն, հայրի ինչ ինձ թողեցիր։ Խաչի վրա Քրիստոս 7 բառ ասել, 7 խոսքեր ասել։ Եթե իշոն չէ խոսքերը։ 7 խոսքեր ասել Քրիստոս խաչի վրա։ Եթե մեկը խաչյալ ճանապարհով գնում է, այդ 7 խոսքերը իր կյանքում պիտի կատարվի։ Ոնց որ խաչված Քրիստոս խաչի վրա 7 նախադասություն ասել, կամ 7 բառ ասել, կամ 7 միտք արտահայտել, ոնց ճիշտ կնի արտահայտվեն։ Սաղ 4 ավետարաններով նայված, ստուգված ճշմարտություն է, Քրիստոս խաչի վրա 7 բան ասել։ Ու եթե այսօր մեկը խաչի ճանապարհով գնում է, իր կյանքում այդ 7 բաները լինել իրա։ 7 ընթացների միջով ինքը պիտի անցնի։ Էսի նես, դա հանակ մասխարաչ է դեպի բուխտի բարախ։ Եվ խաչի վրա Տերը շարունակում էր փրկել, ավազակը Տիրոջը ասեց, ծեծված, ջարդված, չենք պատկերացնում Հիսուսին, այդ գիշերը ոնց են անարգել, խոշտանգել, ինչ ծեծ ու ջարդ են տվել Տիրոջը։ Պատկերացնեն ու մեն ծեծում։ Պատկերացնեն հանկարծակի բացվեր իրանց, ով է իրանց առջև, ում ինչ օրն են դնում։ Ու հալո հնազան, Տերը լուր, Աստված նայում էր իր որդուն ինչ օրն են դնում, ու էդի սաղ Տիրոջ սիրուց։ Ու խաչի վրի ավազակը ասեց Տեր, հանկարծակի Հիսուսի մեջ տեսավ Տեր, ասեց հիշի ինձ երբ որ գաս քո արքայություն։ Հիսուս իրան ինչ ասեց։ Հիշի դիմեց Տիրոջը, Աստված ասեց այսօր իմ հետ կլնես դրախտում։ Տերը չասեց, իսկ իմ լեռան քարոզը հիշում ես, 4-րդ երանին որն էր, չես հիշում, չեմ փրկում քեզ։ Մեր երեխեքը, Մարիամ ջան, 3 բան տղերքը քեզ լսում են, չեն լսում, բայց դու այդ օր իրանց հաց տալիս ես, թե սոված ես բան։ Էլի հաց տալիս։ Հաց չտաս կարող ավելի վատ է, չիս ասի։ Եթե դրանք կուշտ տենց են անում, բասոված են։ 2 օր առաջ թորմիկից դրել են քնի, 2 ժամ, հոլի պես, արևելք, արևմուտք, հյուսիս, արավ, իրանք արա սենց դնես, առոց արդնես, տենաս սենց ախրացել։ Էլ շորը կցեց վրեն, էլ սոսկ է դրեց վերանը, հանեց, արտասանեց, ինչ գիտեր, պարուր սևավ, չարենց, շիրաս, էսա փողալ, մոնգոյում, ինչ սովոր սաղ արտասանեց, ասեց հայրեն, ռուսերեն, են սոսկ է միատ սենց շղթանետի դնում աչքերի, ոչ մի բան չոքնեց, վերջում նայրանը կեսում, այդ տղա չքնար դու, սենց համ չի քնվում, որ ասել չի քնվում, Ասա չի քնվում, սենց էր անմեղ ձևն ասում, փորձեցի չստացվում, չեղավ, չի քնվում ասում։ Ասի հանի դրան դեղից։ Հետս հանել եմ դուրս, ոտից գլուխին շոկոլադ արել, ասենք ես անձրևոտ եղանակին աշխատում եմ, առանց ցեղ չոր մտեմ տուն։ Իրա հետ արևոտ եղանակին հելել եմ, ոտից գլուխ շոկոլադ եմ եղել, շիրա եմ եղել, Սաղ ինչ հասեց չլղեց, մտանք մարկետ խայտարակեց, ջեբերը սենց հելում էր, այլ մարդ կասել չենք անցկացրել, այլ մարդ հեսա կասիրը ջոգ է ջեբերից հանում ճտսում ենք, հասկանում են բան, այմ ամես կի մարդել գող չենք, ավազակ չենք, աշի ջեբերից հանում ճտսեն, որ դեն ջեբերը։
Եկա տուն, ասի ես իր հետ հելա քաղաք։ Որտես ինձ ինչ արեց։ Չլսեց ինձ։ Ինձ դաշ տնեցիք ասին, էլի կհելնես հետ ասի հա։ Ասի չգիտեմ, մի բաց ասում է հանորից կհելնեմ։ Ես ուզում եմ իրան չփխեմ, սատկացնեմ, բայց չեմ կարող։ Զգում եմ ես անզոր եմ։ Երեխեքը կողմնապահության մեջ են մեղադրում, հիմա էտա չգիտեմ։ Մեղադրում եք ինչի, ձեր հանդեպ խիստ եմ եղել եւ սպառվել եմ իր հանդեպ, ես չի մնացել, չեմ կարող ճտին սատկացնեմ, դաստիարակեմ, ճպխեմ։ Ուզում եմ ասեմ, եթե էդի մենք մարդ չար բնությունով, եթե մենք չար լինելով մեր երեխեքին, թորնիկներին կարող ենք բարիք տանք, բարության Աստված։ Մեզանից ոչ մեկ բարի չի, մենք հաշ կարանք բարի արարք անենք, եթե չասում ենք բարի ենք, մեր բնությունը չար է, Աստված բարի է, նույնիսկ իր խստության մեջ Աստված էլի բարի է, ինքը արդար է, ոչ մեկ ես 100 միլիարդ մարդից, ովքեր գնացել են կորուստ, որ այդքան կետան կորուստ, դատաստանի օրը դրանցից մեկը Հիսուսին չի կարելի մեղադրի, ասի ես այսօր քո հետ չեմ, որտեղ դու չուզեցիր։ Հիսուս հետ հանդիպելուց մարդիկ իրանց կեղծիքը կտեսնեն, իրանց դվայնոյ ստանդարտները կտեսնեն, իրանց հակառակությունը կտեսնեն ճշմարտությանը, որ իրանք այսօր Աստծո հետ չեն, որտեղ իրանք չուզեցին, ոչ թե Աստված չուզեց, Աստված ուզեց, Աստված իր որդուն տվեց, որդուն տվողի, որդուն զոհողին, ո՞նց կարաս կասկածես ինքը քո լավը չուզի։ Չէ՞, ինչքան ստություն կա, որ մարդու մեջ բնակվում է, բայց իրանք չունի բնակվելու, պետք է արմատախիլ լինի, այդ սուտը թե ապրում է սրտերի մեջ, թե թունավորում է մեզ, իսկ որ ազատագրվում ենք, ինչքան հեշտ ենք ապրում։ Մենք պետք է Սուրբ Հոգուց ծնվենք, Սուրբ Հոգով մկրտվենք, Սուրբ Հոգով լեցվենք ու Սուրբ Հոգով առաջնորդվենք։ Ու վերջում Սուրբ Հոգու զորությունով եկեղեցին վերցվելու է։ Մեզի Սուրբ Հոգին է բարձրացնել ուժով։ Գերբնական ուժով երկրագնդի վրայի քանակը բնականա ոչ մեկ չի կարող ասի, բացի Աստծուց, մի քանի չգիտեմ, միլիոն քրիստոնյաներ հանկարծակի մի ակնթարթում կորել են։ Օթերում հանդիպում է լինելու։ Ու մենք գնում ենք այդ փառավոր հույսի։ Մեր մեջ պետք է Աստծո փառքը բացվի։ Ու գիրքը ասում է, ով որ ունի, նրան էլ կտրվի։ Ով է այսօր գործերը, մարմնավոր գործերը աշխարհիկ մերժելով գնում է հավիտենական փառքի։ Ոնց ասում, постоянно в добром деле ищут славу, честь и бессмертия. Это карта, Джана. Երկուսի ութը, երկուսի յոթից, չէ, երկուսի չորսից կարդա։ Կամ թե անոր անչափ քաղցրությունը և համբերությունը Անչափ քաղցրությունը Աստծո անչափ համբերությունը մեր հանդեպ ինչ անում և երկայնամտությունը կառամարես, չես գիտեր, թե Աստծո քաղցրությունը քեզ դեպի ապաշխարության կառաջնորդ է, բայց դու քո խստությունովդ ու անզիղջ սրտովդ քո անձիդ վրա բարկություն կդիզես, բարկության օրվան համար։ Բարկության օրը մարդ կարա բարկություն կուտակացնի, բարկության օրը մարդուն կարա օրհնություն հատուցվի, ինքը դիզում է, մենք սաղս դիզում ենք ժողովուրդ, ամեն մեկս մի բան դիզում ենք, այդպես մարդ չկա ոչ բան չդիզի, ամեն մեկը իր հաշվի համարին բան է կուտակում, ու օր կա, էդի իջնելու է այդ մարդու վրա, այդ բանը մարդու կյանք, հատուցում է կոչվում, ինչ ասում եք։ Երբ Աստծո արդար դատաստանը պիտի հայտնվի, քանզի ամեն մեկուն իր գործերուն փոխարենը պիտի հատուցանա։ Հավիտենական կյանք անոնց, որոնք բարի գործերու մեջ համբերության, հարատևելով, փառք ու պատիվ և անմահություն կխնդրեն։
բայց անոնց, որ հակառակ են եւ ճշմարտության անհնազանդ ու անիրավության հնազանդած, պիտի ելլա բարկություն եւ սրտմտություն, նեղություն եւ տառապանք ամեն անոնց, որ չար են։ Էսի վերաբերում է թե հավատքի ժողովրդին, Առաջերյային եւ քույնին։ ասում է Առաջերյային ու ետքը հույնին, թե հավատացյալ ժողովրդին, թե անհավատ ժողովրդին։ Էսի սա դրանց է վերաբերում։ իսկ փառք ու պատիվ եւ խաղաղություն այն ամենում, որ բարի է, առաջերյային ու ետքը հույնին։ Առաջերյային։ Ասենց Աստծուքով աճառություն չկա։ Те, которые постоянством, характером, бари գործերի մեջ ищут славы, чести и бессмертия, жизнь вечную. Почему бессмертие? Անմահություն։ Անմահություն, նրանք ովքեր հարություն առան, նրանք ունենալ են անմահություն։ Այսինքն երբեք էլ չեն կարող մահանալ։ Մահը չի կարող իրենց մոտենալ։ Այսինքն երկնքում նրանք չեն կարող մեղանչեն, ոնց որ ժամանակին Արիսակը մեղանչեց։ Հարություն առնելով հավատացյալները ունենալ են անմահություն։ Էլ ոչ մի ապստամբություն հավիտյան չի լինելու։ Տեսեք ինչ խորնագերում առաքյալը։ Հոր մասին գրած է միակը, որ ուներ անմահություն։ Դրա համար հայրը որդուն թողեց, որ որդին կարանա մահանա։ Հայրը չէր կարա մահանալ։ Հայրը ունի անմահություն։ Հիշում եք տենց տեքստ։ Ո՞վ է տենց տեքստ հիշում։ Ալի ջան, գրաֆիկ։ Ինչ։ Ճիշտ է։ Որտե՞ղ։ 1:16, հա։ Ուրեմն 6:16-ից բացում։ Դասը 4-ից սկսի։ Մատեմատիկայից չի բացել։ Բացել է, բայց մոտիոսը չէ։ Ինքերին ինտերնա։ Չի փոխի։ 19 որից Առաջի Տիմոթեոս 6:16 որ միայն 6:14 կաթա որ դու այն պատվերը ամբից անարատ պահես պատվերը պետք է ամբից անարատ պահել մինչև մեր կարելի է պատվիրանի վրա ավելացնել կարելի է պակասացնել կարելի է ամբից պահել պատվիրանը պահել քեզի օրիգինալ ձևի մաքուր տրիցիրատա տվել են հիմա Հիսուսի գալուց դու ինչ ես հետ տալու կարող է Տերը ոսկի տվել դրան արծաթից հետ տալու բարա ոսկի տեսեք ինչ ասում դավայ մինչև մեր Տիրոջը Հիսուս Քրիստոսին հայտնությունը հայ ռուսերենում հայտնվելը ոչ թե հայտնություն այլ հայտնվելը Հիսուսի հայտնվել, մինչև Հիսուսի հայտնվելը պատվիրանը պետք է ամբից անարատ պահենք։ Դարձ։ Որը իր ատենին պիտի ցուցնե երանելին ու միայն հզորը, թագավորներուն թագավորը ու տերերուն տերը։ Որ միայն ունի անմահություն, անմերձանելի լույսի մեջ բնակած, որ մարդոց մեկը չտեսավ, ոչ այլ տեսնելու կարող է։ Որին պատիվը եւ զորությունը հավիտյանս ամեն։ Միակը, որ ունի անմահություն։ Անմահ հայրը չէր կարող որդու հետ մահանալ, որտեղ նա անմահանա չկարա մահանալ։ Նա որդուն թողեց։ Հայր ինչին թողեց իր ցավերի տառապանքների մեջ, որ մահանաց բանս։ Եթե Աստված մեկի հետ նա չկարա մահանալ։
Հիշում եք Դավիթն էլ ասեց մի լռի խոսա, ես կնմանվեմ գերեզմանի շաններին։ Աստված լռում է Դավիթի կյանքում։ Մարդը երկար, որ Տիրոջ խոսքը չի կերել, մահանում է։ Միակը, որ ուներ անմահություն։ Առաջ Տիմոթեոս 6, единый, имеющий бессмертие, который обитает անմերձանելի, այսինքն այն լույսի մեջ, որը մոտենալ հնարավոր չի, որը մարդկանցից ոչ մեկ, ոչ ասել, который никто из человеков не видел и видеть не может։ Չեն կարող հայր ասում տեսնել։ Քերով բեները, սերով բեները, գահի դեմը կանած, հոր երեսը չեն կարող տեսնել։ Սերով բեն երկու թևերով փակում է երեսը։ Երկու թևերով ոտերը, կարծես 4 թևեր առանց նշանակության օգտագործում, չէ՞։ Թևերը ինչ են որ թռնելով, բայց իհարկե թևերով իրանց ծածկում, ասեմ, մեջտեղից ահռելի մեծ թևեր են։ Սենցա ծածկում, այսինքն սերով բեն որ տենանք մի հատ սենց թևեր կտենանք, մի հատ նենց թևեր կտենանք ու երկու թևերով էլ թռնում է։ Գահի տակն էլ Աստծո գահը շարժական է։ Մի հատ մեծ կլորա վրեն գահա Հայր Աստվածա նստած, գահի տակը ինչ է։ Ինչ։ Քերոբեների վրա չեն նստում։ Քերոբեների վրա է նստում Աստված։ Քերոբեները քանի երես ունեն։ 4 երես ունեն։ Քերոբեների հոգին որտեղ է։ Օրինակ Արմեն աղբոր հոգին որտեղ է։ Իրա մեջ է։ Իրա մեջ է։ Ոչ տունն է, ոչ գրպանն է, ոչ էլ այն կուրտքի ծոցաջերն է, որ երեք հանում է։ Իրա մեջ է հոգին։ Իսկ որտեղից իմանանք Արմեն աղբերը մինչև ծնվելը գոյություն ունեցել է, թե չէ, ասենք 4-րդ դարում կարող է մի հատ հռոմեական իմպերատորի խորհրդական է։ Դրա համար այսօր sense խելացի ծնվել է, ինչև է դելի ավելի է։ Որտեղից իմանանք, որ այդ դեմ չեղեցի կա։ Մեկ անգամ ծնվել, մեկ անգամ դրանից հետո Դատաստան։ Մարդկանց ծնվելը, մարդկանց տրված է։ Մեկ անգամ ծնվել, հետո Դատաստան։ Կա մեկ անգամ ծնվել։ Человека положено բացի։ Ինչա։ Մեկ անգամ ծնվել, հետո Դատաստան, հենց դրա։ Դավայ, ոնց է դրա։ Էդի բան է ասում, բաները։ Պաստանը եվրեի։ Մենք որ առաջ եմ կարծացել, բայց չեմ հիշում։ 9:27-ը։ Կա ծնվել մեկ անգամ։ Եվ ինչպես մարդոց սահմանված է մեկ անգամ մեռնիլ ու անկի ետքը դատաստան։ Մեկ անգամ ծնվել չկա։ Մեկ անգամ մեռնել։ Մեկ անգամ բացնել։ Այդ եմ ասում, ծնվել չկան դեր, ես աղշա ասկա, աչկավա հայրենում ծնվել։ Просто որ մեռնելը ծնվելուց Հասկացա։ Մարդկանց տրված է մեկ անգամ մահանալ, ետքը, էսի, հա, դու վարդապետորեն ճիշտ պատասխանում, բայց ետի չկա դրած։ Հիմա որտեղից իմանանք, որ Կարեն եղբայրը առաջի դարում չի ապրել, ու չի եղել Տիտոս կայսերի խորհրդականական, ասենք ժամացույց սարքվել։ Ցեզարը, որտեղից իմանանք, ինքը ոչ չի ապրել։ Այո։ Ինչ ես կարծում։ Զաքարյան, կարդա։ Так, պատասխանը ստեղաժորժան, Զաքարյա 12:1։ Իսրայելի վրայով Տիրոջ պատգամը, երկինքը ստեղծող ու երկրին հիմը դնող ու մարդուն հոգին անոր մեջ ստեղծող Տերը կսե։ Մարդու հոգին անոր մեջ ստեղծող Տերը կսե։ Մարդու հոգին ստեղծվել է անոր մեջ։ Անորից դուրս չի ստեղծվել։ Այն պահին, որտեղ դու առաջացել ես, երբ որ դու առաջացել ես մոր որովայնի մեջ, այդ ժամանակ քո հոգին քո մեջ ստեղծվել է։ Ոչ դրանից առաջ, ոչ դրանից հետո։ Մարդու հոգին ստեղծվել է մարդու մեջ։
Անոր հոգին, անոր մեջ ստեղծելը։ Արի Վարդան ջան ազատես։ Մարդու հոգին, մարդու մեջ ստեղծելը։ Ճիշտ է։ Дух в нем, не вне него։ Բայց քերովբեների վերաբերյալ, քերովբեների հոգիները ասում են անիվների մեջ է։ Անիվները իրանց դեմը պտտում է։ Ну как это можно понять? Это нельзя понять. Это ահարկու տեսարանը տեսնել է պետք։ Երկնային իրականությունը ինչ է կատարվում այդտեղ։ Ու Աստված մեզ եկել է որ տանի մտցնի այդ իրականության մեջ։ Ու դրան հասնում ենք հավատքով։ Սաբո։ Այսինքն հարց եկեղեցին տեսնելու է, որը հենց հաստատող մաքրումները աստուն Հա, մտածում եմ, էդի, բայց ով հարսի մեջ կմտնի, հարսի մեջ մտնելու են հաղթողները, են ինչ մենք այսօր եկեղեցի ենք անվանելու, էդի վերջում հլատերը մի հատ ջոգելու է, ասում անոր հնձան անոր ձերքի մեջ, հրեշտակներից հետո էլ մի հատ տերը անձամբ իրա ծորենը հերթով նայել իրա, հերթով ամեն հոգու քննելու է, ասել եմ ձեզ մի հատ վկայություն ամերիկացու մահացել է, երկնքի տրան առաջակամն է, ասում է այդ օրը 2000 հոգի քրիստոնյա են կանգնել երկրա բանի առաջ, դարպասների առաջ, ներս են թողել 50 հոգու, 2000 հոգուց, 1950 հոգուն չի ճանաչել երկինքը, ասել է դու իմը չես, ստեղ կապ չունի, էլ դու երկրի վրա վարդապետությունը ոնց էր հասկանում, եղբորը հարգում էր, եղբորը չէր հարգում, ամբարտավան էր, հանդուգն էր, թե հորթու բորդ էր անում, էդի դովարոտ, отворот будет поворот. Придешь к воротам, и там ты услышишь, мы тебя не знаем. Ты не жил для неба. Դու չես ապրել երկնքի համար, որ հիմա երկնքի դարպասները բացվի ու քեզի ընդունվի։ Ինչ ահավոր է, անդե ինչ ասես։ Անդե ժամանակ չկա ասես Հիսուս ջան, ժամանակ դուր, մի հատ ուզում եմ գամ Էդիկ աղբոր, Տիգրան աղբոր առաջ զղջամ, շատ եմ հարստարը իրան, շատ եմ վիրավորել իրան։ Բրծավ ժողով, դու արդեն հելել էր մարմնից, զղջում չկա էր, բրծավ։ Շկում եք, 2000 քրիստոնյայից 50 հոգի թողեց, բայն 1950-ը։ Երկել են, պաշտամունքի են եկել, տասանորդ են տվել, ծառայել են, վկայել են, քարոզել են, но дела, они не жили по слову։ Խոսքի համեմատ չեն ապրել։ Ու Աստված ժամանակ է տվել։ Ժամանակ է տվել իրան չեն էլ ուղղվել։ Ու այդ 1950 հոգին գնացին կորուստ։ Կարծես աշխարհը թողել են եկել են եկեղեցի, բայց տեղից արքայություն չեն գնալու, տեղից գնալու են կրակի վիճան։ Как вам такая перспектива? Это ужас։ Ու իրան տերը ողորմություն արել հետա ուղարկե մարմին։ Հետա ուղարկե ամբարսատվելի է, ինչի է հետ ուղարկե։ Ինչի է հետ ուղարկե տերը, այդ հոգու հանդեպ։ Ու հենց այդ հոգին էլ վկայում է այդ։ Ժորդ, ասма տեսեք ոնց եք ապրում։ Անդեղ ձեզանից պահանջվել է, լուրջա պահանջվել է։ Տերորդի, դու խոսում ես պատրաստվում։ Դավիթը բան ախնդրում Տիրոջ։ Ով Տեր, քեզի կկանչեմ, ով իմ վեմս մի լռեր, չելա որ լռելուտ համար գերեզմանը իշնողներում նմանի։ Տեղացի Սաղմոս։ Սաղմոս 28 առաջի համարից։ Գիտեք ոնց որ Դավիթը մի հատ բան նկատածել էր այս աշխարհի մեջ, այս կյանքի մեջ, ինքը տարբերություն էր տեսնում։ Այն մարդը, ում կյանքում Աստված խոսում է, եւ այն մարդիկ, ով կյանքում Աստված չի խոսում։ Ու այդ մարդկանց կյանքը մի ամբողջ
կյանք կարծես տարբեր իրադարձություններով լեցուն մի բարակապակցությունով անցում, գերեզման իջնողներ։ Մարդիկ ում կյանքում Աստված լռում է, ում կյանքում Աստված չի խոսում։ Իրանց ամբողջ կյանքը մի բառով է նկարագրում, գերեզման իջնողներ։ Նրանց նպատակը ու վերջնակետը գերեզմանն է։ Նրանց կյանքում ինչքան էլ ուրախ անցնի, ինչքան էլ բազմազան լինի, ինչքան էլ առատ լինի, տարբեր բաները, թե լավ օրեր, թե դժվարություններ, թե հաղթանակներ, Դավիթը ոնց որ նկատել էր այդ ամեն ինչը, իրանք գերեզման իջնողներ են։ Այդ ամեն ինչը դառնալու է իզուր, դառնալու է անարդյունք, անպտուղ եւ տարբերություն էր գտե Դավիթը այն մարդկանց մեջ, որը որ նաև իր կյանքում էր տեղ ունեցավ, երբ որ մարդու կյանքում Աստված է խոսում, երբ որ մարդու սրտի Աստված է խոսում եւ Աստծո ձայնը այդ մարդու կյանքում կա, որ ուղղորդում է, խրատում, դաստիարակում եւ նպատակ ունի, որ ոնց որ խոսեցինք, այդ երկնքի դարպասները մարդու կյանքում բացվի։ Ինքը չգնա ու իր վերջնակետը լինի գերեզմանը։ Ու մի Սաղմոսի մեջ էլ հետաքրքիր բան ասում է 39-րդ համարն ասում է. Միթե հողը քեզ պիտի գովե, կամ անիկա պիտի պատմեք ու ճշմարտությունը։ Դավիթը ոնց որ գիտեք հետաքրքիր բան է տեսնում, ասում է միթե հողը, այն մարդը ում կյանքը դեռ հողեղենի մեջ է, ով որ չի հելե իր հողից, չի կտրվել այդ հողեղենից, ինքը իր կյանքում Տիրոջ անունը չի բարձրանում, իր կյանքում Տիրոջ գործերը չի պատմվում, Տերը չի փառավորվում։ Դրա համար էլ Աստված այսօր ուղարկել է իր որդիների մեջ իր հոգին, որպեսզի այդ հոգին մեզի կտրի այդ հողից, որ մեր կյանքում Տիրոջ անունը բարձրանա, Տիրոջ գործերը պատմվի, Տիրոջ ճշմարտությունները պատմվի։ Կամ անիկա պիտի պատմեք ու ճշմարտությունը։ Այն մարդը, ով որ հողի մեջ է, ով որ դեռ հող է, իր ուշք ու միտքը իր երկրավոր ընթացքն է, երկինք չի իր միտքը, իր մտածելակերպը վերին բաները չի, ինքը Տիրոջ ճշմարտությունները չի պատմի, ոչ խոսքով, ոչ իր ապրած կյանքով։ Այսօր Աստված իր հոգին ուղարկել է ու ով է խոսում, ոնց է տեղ ունենում այսօր մեր կյանքում այդ Տիրոջ չլռելը։ Երբ որ մարդ ապրում է հոգով լցված, երբ որ մարդ ապրում է հոգու հետ, որտեղ ասում է, երբ որ ճշմարտության հոգին գա, նա պիտի ինձանից վերցնի եւ ձեզ պատմի, ճշմարտությունը ձեզ պիտի հայտնի, գալիքը պիտի ձեզի հայտնի։ Աստծո նպատակն է, որ ոնց որ Դավիթի ժամանակ կարևոր էր եւ տարբերություն կար մարդկանց մեջ ում կյանքում Աստված չի լռում, նենց էլ էս մեր օրերի մեջ տարբերություն կա, մենք ոնց ենք հավատում եւ արդյոք մենք ինչով ենք բավարարվում։ Մեր կյանքը նման լինի մի ընթացքի, որը արտակնապես բավարարում է Աստվածպաշտության կերպարանքին, թե մեր կյանքում Աստծո ձայնը լինի եւ Աստված խոսի մեր կյանքում եւ չլռի, մեր կյանքն էլ լցված լինի Տիրոջ խոսքով, Տիրոջ առաջնորդությունով։ Աստված օրհնի ձեզ։ Պատվիրս։ Մի հատ աղբեր ասում է դեմս դժվարություն է գալու, ոնց որ հետս կիսվում է ու չգիտեմ ոնց եմ մտնելու այդ բանի մեջ, դժվարության մեջ, ոնց եմ այդ հարցը լուծելու, այդ հարցի համար բանը գումար է պետք ու լուրջ գումար է պետք։ Ասում տենց Տիրոջ հետ սրտով խոսում եմ, Հիսուսի հետ ասում եմ, Տեր, ոնց եմ անելու, ես ոչ մի հնարավորություն չունեմ, ոչ աշխատանք, ոչ տունը մի կողմ դրած գումար, ինձ լուրջ դեմը դժվարություն է սպասում։
ասում է այդ պահին տեսիլք եմ տենում։ Տեսիլք եմ տենում, ասում է սև հագնված այն բացին կեքով սաղ վրեքները զենքեր են, դոշին ավտոմատա կախած, շլեմերով, ու ես ապակիներ իջացրած, դեմքերը ոչ մեկի չեմ տենում, բայց ահարկու զորքա։ Աստված, ասում է, ինձ ասեց, ես իմ սպեցնազն է։ Ասում է զարմացա, սպեցնազն ասեց, ինքը կգա քեզ օգնության։ Ասում եմ, սպեցնազ ինչ է, աղբեր ես, չգիտի սպեցնազ, ասում է սպեցնազ, տենց եղավ խոսքը, եղբայր չէ։ Ասում եմ, իրականում ինքը կոչվում է Ատրիատ սպիցիալնավա նազնաչենիա, հատուկ նշանակության ջոկատ։ Ռուսաստանը իր ներսում ուներ ալֆա, կասկադ, վիտես, ամեն ծառայությունը, կագեբեն իր սպեցնազ ունի, պաշտպանության նախարարությունը իր սպեցնազ ունի, MVD-ն իր օմոնը ունի, ռուբոպը ունի, ամեն մեկ իրանց հատուկ նշանակության ջոկատ ունի։ Ու սովետական միությունը նաև ջոկատա ունեցե, որը սովետական միությունից դուրս է գործ է, կոչվել է վիմպել։ Վիմպելը անենց տեղեր էր մտնում, հելնում, որ ոչ մեկ, որ մտնեն տեղ, դերից էլ դուրս չեն գա։ Վիմպելը մտնում ու հելնում էր։ Ժամանակին Աֆղանիստանում 2000 հոգի զորք Խաֆիզուլլա Ամինին պահում էր, Վիմպելը մտավ Աֆղանիստան 200 հոգով։ Խաֆիզուլլա Ամինի պալատը գրավեցին, խփեցին, առավոտ իրանց նախագահին դրեցին։ Այդ 2000 հոգին ոչ մի բան չկարծա Վիմպելի դեմ անում։ Վիմպելը մտի մի հատ փոքր պետություն, այդ բանը պետությունը կարա շարքից անի։ Ու ոչ մեկ չհասկանա ոնց։ Ոչ բանակ, ոչ զորք, ոչ բան չօգնի։ Մեկը կապն է վերցնում, մյուսը էլեկտրոէներգիան է վերցնում, այն մեկը մի ջոկատը ջրերն են վերցնում, էսի տելեստուդիան, ռադիոն, մնացածը տերակտ են անում, սաղ քաղաքը կարան պարալիզացնեն։ Վիմպելը եթե միտեղ մտավ, ոչ էլ կիմանա որտից է գալու։ Իսրայելը ունի իր հատուկ ջոկատը, Անգլիան ունի իր ՍԱՍ-ը, Պակիստանская разведка, очень сильная разведка։ Արաբական Էմիրատներում մարդ են խփե, հայտնի մի հատ ինչ-որ տերորիստական օրգանիզացիայի գլխին համարում։ Ախրանը, ոչ մեկ չի օգնի, ոչ մեկ։ Հետո վիդեոները անալիտիկներ են կանչե, անալիտիկները հերթով վիդեոն ուսումնասիրել են։ Մի քանի օրվա վիդեո դրած նայել են, վերջում գտել են։ Գիտեք ինչ են գտել, ով ա եղել։ 2 հոգի թենիսի ռակետ կեքով հյուրանոցից եկել են դուրս գալուց։ Այս անալիտիկները վիդեոն հետ են տվել, նորից են նայել, ասել են աննորմալ բան եք տենում։ Ինչ։ Ոչ մի թենիսիստ ռակետկեն բաց ման չի գալ, ինքը միշտ չխոլով է ման գալի։ Չխոլը մենակ հանում է կորտում։ Երբ որ մտնում է կորտ խաղալու։ Սրանք չխոլները հանած։ Այս գազարագույն աչքին գնող ռակետկեքը ինչ են ցույց տալի կամերաներին։ Սրանք թենիսիստ չեն։ Մոտիկացել են, տեսել են, որ սրանք տարբեր պետ